հոգևոր աշխարհը սպառված է թվում է արդեն եւ հանկարծ էկրանին կամ համացանցում հայտնվում է մի հայորդի Վովա Վարդանով անունով, որը գալիս է մեզ կապես ինչ-որ չափով ուշ տալու, գոտե պնդելու, նաեւ խրատելու, նաեւ կրթելու, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել իրեն, իսկ այսօր նաեւ առիթ ունեմ պարզապես եթերում նրա հետ զրուցելու եւ ողջունելու բոլորիս անունից խորագին շնորհակալություններ հայտնելու պարոն Վարդանովին եւ լսելու նրա ողջույնը Լոս Անջելեսի հայությանը։ Բարև ձեզ, պարոն Վարդանով, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն այս ծրագրի համար եւ քանի որ ձեր կազմակերպությունը կոչվում է ողջ մնալու արվեստ, դա նաեւ հույսի մի շող է եւ նաեւ մշակութային էսպես տարուն իր մեջ։ Երբ է այն ստեղծվել։ Վստահ եմ Լոս Անջելեսի հայության գուցե նաեւ այն մասը, որը միայն հեռուստատեսությամբ է դիտում ծրագրեր, կարող է նաեւ ձեզ չճանաչել։ Մի փոքր պատմեք այս մասին, խնդրում եմ ձեզ հաղորդման նախաբանում։ Դեռևս 13 թվականին ստեղծվեց ոման, 14 թվականի սկզբից սկսեց ակտիվ աշխատել, 16 թվականին օֆիցիալ գրանցվել է։ 16 թվականը մշտապես չէին գրանցում, նայած բազմաթիվ դիմումների, տարբեր Էս մի տառը փոխեք, էս մի ստորակետը ավելնորդ հաստատքի մեջ, էս մի ֆունկցիան հանեք, որտեղ դա այսպես է։ Կարճ ասած, մաքուր բյուրոկրատական խոչընդոտներ էին առաջացնում, որոնք որ 16 թվականի ապրիլից հետո ոնց որ ասած, չգիտես թե ցնդեցին օդ ու գրանցեցին առաջի հենց դիմելով 16 թվականի կարծեմ հունիսին թե հուլիսին։ Բայց մինչև գրանցվելը արդեն դուք սկսել էիք այն։ Այո, մենք չէինք նայում դրան, նույնիսկ բարձրաստիճան տարբեր կառույցների երկու մեծն ուսադիրներին տիրապետող մարդկանց հետ զրույցներ եմ ունեցել ու իրենք պահանջում էին, որ ես չպետք է դրանով զբաղվեմ։ Իսկ ես ասում եմ, որ դա օրենքի սահմանում է, դուք օրինակահանությունը հատկապես պաշտպանելու փոխարեն հակառակն եք անում, եւ մեկը պարապել ենք։ Եթե թույլ չտաք, նույնիսկ ասենք այն դալիճը, որ մեզ տրամադրել է ցավալի է, բայց վաղամերի Մանվել Բադեյանն է տրամադրել, մինչև հիմա այդ դալիճում է մեր կենտրոնակայանը, ասում էի, կեթանք սարեր ձորերում կպարապենք եւ դուք ձեր բաներով, լրտեսներով, որոնք որ հետևում են եւ ամեն ինչ զեկուցանից ստիպված եք լինելու շատ բանջվեք, գաք սարեր ձորերում մեզ հետևեք։ Պաստորեն դուք այն սկսել եք մի ժամանակահատվածում, երբ ամբողջ հայ ժողովրդին թվում էր, թե պատերազմ էլ չի լինելու, մենք հաղթած ժողովուրդ ենք եւ մենք վտանգված չենք գոնե այդ պահին եւ կարող է այդպես երկար շարունակվել, վրեժը մոռացվում է, պարտությունը մոռացվում է եւ մենք կարող ենք մի օր այսպես հանգիստ խաղաղ ապրել, ինչը չեղավ։ Ինչ վտանգներ եք դուք զգում այդ դեռևս 16 թվականի քարորիա պատերազմից առաջ գնալու համար այս քայլերին, պարոն Վարդանով։ Ես այն կարծիքին եմ, որ պատերազմները, ասենք, այդ հորինովի են, այդ 16 թվականի պատերազմ, 20 թվականի պատերազմ, պատերազմը մեկը սկսել է 89 թվականի օգոստոս ամսից, երբ որ թուրքերը սկսեցին սիստեմատիկ հարձակվել հայկական բնակավայրերի վրա, երբ որ իրանք արդեն Սումգայիթի ջարդարարությունից հետո ոնց որ արյան համազգալով իրենց բնազդներին տեղ տալու, ասենք, ցանկությունը չկորցնելով, սովետը դրա դեմը չառավ, ոնց որ ասած, հերթական անգամ եւ առեսօր այդ պատերազմը չի վերջացել։ Բացի դրանից 12 թվականից աշխուժացավ ճակատում, էլի տենց պայմանական անուններ սկսեցին տալ, սնայպերական պատերազմ, կարող է լսած լինեք, կամ կարդացած լինեք,
ուրեմն դիվերսիոն պատերազմ 13 թվականից այդ բոլոր պատերազմներում այդ եթե առանձնացնենք այդ գործողությունները, անունները պատերազմ պայմանագրում ընդունենք, մենք պարտվել ենք եւ 12-13 թվականներին արդեն պարզ է, որ գնում է ոնց որ ասած դեպի ներքև մեր բալանսը ու շատ կտրուկ է գնում։ Ես դա ուղղակի բան չեմ ասում, էլի, ոնց որ պարտվում ենք սնայպերական մեր հակամարտության մեջ կամ դիվերսիոն, ուղղակի ռազմական գործին շատ լավ ծանոթ լինելով չեմ ասում, էլի։ Հակառակ բան ասեմ, ուրեմն սնայպերական դպրոցը թուրքերը, մերձ կասպյան թուրքերը ստեղծեցին 10 թվականին 2010 թվականին եւ 11-12 թվականից իրենց սնայպերները արդեն հայտնվեցին առաջնագծում այդ դպրոցի ոնց որ ասած արտադրանքը իսկ մենք սնայպերական դպրոցը փակեցինք մոտավորապես այդ թվականներին կարծեմ 12 թվական ուրեմն դիվերսիոն մեր հակամարտությունը բազմաթիվ դիվերսիոն խմբեր կամ ներթափանցել են Հայաստան կամ մինչ դիրքային տարածքում հայտնաբերվել են եւ մեր վատ պատրաստված լինելու պատճառով մենք իրենց ոչ թե ներս ենք թողել եւ այնտեղ հակառ հակել իրենց վրա որ ասենք իրենք երբ չվերադառնան այնտեղ ոչնչացվել մինչ դիրքային տարածքում բան ենք արել կրակել ենք քշել ենք իրենց այդ ամեն ինչը ոնց որ պարտության վառ նշաններ են այդ հակամարտության այդ ձևերի մեջ 16 թվականին էլ դա արդեն ընդհանրապես բան չմնաց էլի կասկած չմնաց որ մենք տեխնոլոգիապես հետ ենք ընկնում պատրաստության մեջ հետ ենք ընկնում բանակը ընդհանրապես բան էին արել դարձրել էին ոստիկանական ֆունկցիաներ կատարող կամ սահմանապահի ֆունկցիաներ կատարող իսկ հակամարտությունը պատերազմական լինելով ինքը պահպանությունով բավարարվել շատ սխալ էր էլի պիտի պաշտպանության նաև ֆունկցիաներ կատարել Շատ բարի ինչ վերլուծություն կարելի անել այսօր երբ արդեն մենք մեծագույն կորուստների առջև ենք կանգնած արդյոք երբ մենք սխալվեցինք գնանք դեպի ավելի հետ կարող ենք եւ որտեղ մենք դերացանք 16 թվականից դուք նշում եք որ արդեն այդքան բան մեզ հայտնի էր արդյոք մինչև 20 թվականի պատերազմը մենք կարող ենք այդ 4 տարիների ընթացքում ինչ որ բան անել եւ չարեցինք մենք կարող ենք տեղեկացնել մեր ժողովրդին եւ ազգովի ոտքի կանգնելու ինչ որ բան հրկել այս մեծ այն ինչ որ այսօր ունենք հնարավոր էր ինչ որ կերպ չունենալ, այսպես ասեմ ձեզ։ Գործանարարական հարվածները, որ մենք կերանք, որոնք որ ամենակիչը վերացրեցին միգուցե ժամանակավոր, նայած ոնց կաշխատենք, ուրեմն Սյունյաց Վահանա, Հայաստանի պաստորեն Վահանա, ես Արցախ աշխարհի հետ եմ, այդ ամեն ինչը հնարավոր էր կամ մեղմել, հնարավոր էր չեզոքացնել այդ հարվածները, գոնե այդ տեսքով, որոնք որ ասենք, եթե նույն ձևով հակառակորդը սկսեր, որ 19 թվականին էր սկսել, իհարկե հնարավոր էր այդ ամեն ինչը թուլացնել կամ նույնիսկ չեզոքացնել։ Ես կասեմ ավելին, հնարավոր էր 20 թվականին ավելի ոչ թե ավելի, լրիվ ուրիշ պատկեր ստանալ։ Հակառակորդի հարձակումը մենք ճիշտ ընդունեցինք, մենք շատ սխալ տարանք մարտերը ընդհանրապես եւ արդյունքը կարող լրիվ ուրիշ լիներ, եթե մենք մի քիչ ուրիշ ձևներ սպանենք։ Հետո այդ 4 տարիներ ինչ է, երևի 93 թվականի նոյեմբերից 1993 թվականի առ այսօր մենք սխալ ճանապարհով ենք գնում։ 30 տարվա սխալների մասին եք խոսում։
Այո, փաստորեն։ մենք առեսօր սխալ ճանապարհով ենք գնում։ Ես նկատի ունեմ պետական ռազմական գերատեսչությունը, ինքը նշ չի որ լրիվ սխալ է, բայց այդ թուրքերի հետ հակամարտության արդյունքում մենք հաստատ սխալ ճանապարհով ենք գնում։ Ասում են պարտությունից դասեր են քաղում, մենք հիմա վերլուծենք մի փոքր այսպես զուգահեռներ տանենք։ Պարտված Ադրբեջանը այդ 30 տարիների ընթացքում ձեր կարծիքով ինչ քայլերով է գնացել եւ ինչ մենք պետք է անենք այսօր, երբ պարտված պետություն ենք։ Վերջապես պարտությունն էլ բոլոր պետությունների համար կարող է լինել եւ դա էլ պետք է այնպես մտածել, որ բացառվում էր դա։ Ենթադրենք որևէ երկիր պարտվել է։ Ինչ կարելի անել այժմ։ Ես գիտեմ, որ դուք նաեւ հիանալի կազմակերպած աշխատանքներ եք տանում սահմանագծում, որոնց մասին ուզում եմ անպայման այսօր խոսենք, հենց այս բաժնում, պարոն Վարդանը, որը դրանից մեկն է։ Բայց ընդհանրապես պարտված ժողովուրդները կամ պետությունները ինչպես պետք է վարվեն, ինչ վերլուծություն ունեք դուք այս առումով։ Արևելյան մարտարվեստների Չինաստանում, Ճապոնիա եւ մնացած վարպետները, որոնք ձեռնամարտի վարպետները, որոնք տարիքի պատճառով արդեն չեն կարող զբաղվել անմիջապես ձեռնամարտով, իրենք գրեթե բոլորը դառնում են փիլիսոփա, իմաստուն մարդիկ, թե տարիքը բոլորն է իմաստուն դարձնում եւ սենց կարմիր գծով բոլորի մոտ մի միտք անցնում, որ բանա ձեռքա բերում հաղթողը պարտվողն ավելի շուտ, քան հաղթողը։ Ըստ վերջին հաշվով ձեռք բերողը հաղթանակ իրական հաղթանակ ունեցողը դա պարտվողն է, որտեղ ինքը հետևություններ անում, ինքը սկսում է փոխվել, սկսում է զարգանալ։ Իսկ այն կողմը, որը որ հաղթանակ է πάρել եւ սկսում է դատիների տերերները ճակատին փոխարալ եւ այնտեղ կորալ խփել կրծքին, որ ես հերոս եմ, ես եմ, ինքը իրականում ոչ մի բան չի ձեռք բերում, ինքը կորցնում, ինքը պարտվող է։ Նույնը մեր թուրքերի հետ տեղ ունեցավ։ Քանի որ մեր հարվածները թուրքերին հասցրած բավականին լուրջ էին, շատ լուրջ էին, ու ոչ թե լուրջ էին մարդկային կորուստների առումով, նույնիսկ հողային կորուստները կարելի է բան անել, էլի ասենք չհամարել, որ եսի ինչ լուրջ կորուստներ են ունեցել, որովհետև այդ թուրքերի ասած 20%-ը բան է սա, ասենց ռեալ կասկածելի է, որովհետև բանը այնտեղ 20%-ից զգալի մասը դա Արցախի ինքնավար մարզն էր, որը որ լրիվ օրենքով անջատվել էր բանը սովետական միությունից, ոչ թե սովետական Ադրբեջանից։ Կործանարար էր հարվածը, որովհետև 4.5 միլիոնանոց Մերձկասպյան թուրքերի պետությանը հաղթել էր այդ մարտերում, ոչ թե պատերազմում, հաղթել էր 150,000-անոց Արցախի, ասենք, բնակչությունը։ Իհարկե կամավորների օգնությամբ, իհարկե նաև իրեն օժանդակող Հայաստանի Հանրապետության օգնությամբ, բայց հաղթել էր Արցախը, 150,000-անոց Արցախը հաղթել էր 4.5 միլիոնանոց Ադրբեջանը։ Եթե նույնիսկ օգնությունը կամավորների համադրենք երկու կողմի, հավատացեք Հայաստանի Հանրապետությունը եւ համայն հայությունը, Սփյուռքի հետ միասին Հայաստանի Հանրապետությունը ավելի շատ կամավոր չի ուղարկել, քան ուղարկել են, ասենք, այդպես ասեմ, պրոթուրքական ուժերը եւ հակառուսական ուժերը եւ Ռուսաստանը։ Զարմանալի բան տեղի ունեցավ, մեր դեմ թուրքերի կողքին կանգնած էին կարամի մատվարկ մեծ խմբավորումները, ղազախները,
ոչ պետական հովանավորությամբ, բայց ամալ կառույցը եւ եւս կառույց, որի անունը ես արդեն բառը չեմ կարող հիշել, սկզբից պետության հովանավորությամբ կամավորներ էր ուղարկում, մինչև դարձել 2000 կամավոր ա ուղարկել, Ուզբեկիստանի ուրեմն կառույցը, Ուզբեկիստանը ավելի շատ կամավորներին ուղարկում էր պետության կողմից, ճիշտ է, թե Ղազախստանը, թե Ուզբեկիստանը հետագայում այդ կառույցներին դեմ սկսեց պայքարել, ավտորիտար երկրներ դառնալով եւ այդ կառույցները ոնց որ ասած այդքան չուժեղացան։ Մեր դեմ պայքարի ուզբեկներն ու ղազախները արդեն հենց 5-5.5 հազարից ավել կամավորներ են դարել։ Խեքմատիարը վարչապետ Աֆղանստանի, ինքը 3.5 հազար մարդեր ուղարկել աֆղանցիներ, եթե դա էլ գումարում ես արդեն համարյա 10,000 ա դառնում, եւ Կովկասի կոնֆեդերացիա Նարոդով Կավկազը, то есть Կովկասի ժողովուրդների կոնֆեդերացիան մեկ գումարտակ անվանտակ ուղարկել է ռոտացիայով մոտավորապես 700 հոգի եւ չեչենական գումարտակը, որը էլի մինչև 700 հոգի ռոտացիայով անձնակազմ ունեցել։ Դրան հիմա էլ գումարենք հակառուսական էդի արևելյան Ուկրաինայից վարձկանները, որոնց հայտնաբերել են, այդ process-ը մեր հետախուզական խումբն է հայտնաբերել իր գործակալների միջոցով եւ բացահայտելուց հետո դիվանագիտական մեծ սկանդալ է եղել եւ այդ process-ը հազիվ կանգնացրեցին եւ արևմտյան Ուկրաինայից հակառուսական ուժերն են եկել, ում սա այդ բենդերական հիմա որ պատերազմում են այդ բանով ռուսների հետ ուկրաինացիները, Ուկրաինա այդ բենդերների ՕՈՒՆ-ի գաղափարախոսությունը ոնց որ իրենց բանը լինի ծայրահեղ ազգայնական ցած կուսակցություն էր, իրենց թիվն էր մինչև 1000 հոգի իրենք են կայում։ Այդ հաշվեցինք 10,000 հոգի շատ ավելի գուցե նայ։ Իսկ բանը Արցախում երբեք չի եղել այդպես բան։ 5000-ից ավել կամավոր կամ կիսա կամավոր, արդեն ստեղծված հայկական բանակի խորաբաժանումները, որ կիսա կամավոր այդտեղ կրվում էին, 5000-ից ավել փեներ է։ Փաստորեն այդ օգնությունն որ համայն հայությունը, ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետությունը եւ Սփյուռքը, նույնիսկ այդ 90-ական թվականներին ավելի քիչ էր մարդկանց առումով օգնում թուրքերի հայերին, քան Արցախի բնակվող, քան թուրքերին օգնում էին այդ ինչ թվարկած ուժերը։ Ես էլ չեմ ասում, որ ամերիկյան բանը ամերիկյան կանանչ բերետներից ուրեմն կազմված մի խումբ բանում Բաքվի կողքերը Դոսաֆի նախկին օդանավակայանում մարզում էր թուրքերին եւ բանը Լենքորանում պարսիկներն էին իսլամական հեղափոխության պաշտպանների այդ բանը ումնական կենտրոներ բացված մարզում էին թուրքերին եւ Գերան կայանում Կիրովաբադի կողքը ռուս դեսանտայիններն էին մարզում թուրքերին եւ Շամախայում մարզում էին թուրքական սպեցնազը հայտնի Բայրամովի դաշտը էլի ռուսները։ То есть մեր մոտ ոչ մի ուսումնական կենտրոն, ոչ մի չի բացել դրսի։ Էլ չեմ ասում այդ կամավորները։ Կարճ ասած հարվածը շատ ինքնասիրությանը փոխող շատ ուժեղ է։ Դրա համար թուրքերը երևակայի միջև 2007 թիվը մոտավորապես 15 տարի ուշքի չէին գալիս։
Արև 7-8 թվականից նոր իրենք սկսեցին, ասենք, ռեալ բան անել եւ բաց աղբյուրներից արդեն սկսեց երևալ, որ իրանք արդեն սկսեցին դուրս գալ այդ իրավիճակից եւ մոտավորապես 12 թվականից դրա պտուղները սկսեցին երևալ ավելի շատ եւ արվեստորեն Փաստորեն մենք ինչքան հասկացանք, թշնամիների պակաս երբեք չենք ունեցել դժբախտաբար։ Երբեք։ Ու արևմուտք, արևելք, հյուսիս, հարավ։ Ես մեկ-մեկ զարմանում եմ, երբ որ հույսները դնում են սիտուացիվ այս պահին, ասենք, մեր կողքը կանգնող տարբեր երկրների վրա, դա ուղղակի, ասենք, անընդունելի է, որովհետեւ դու երբ որ մեկի վրա հույսը դնում ես, դա քեզ թուլացնում ավելի շատ, քան ուժեղացնում է։ Նա մանավանդ, եթե ինքը գալիս ու այդ հույսը արդարացնում, գալիս կողքը թափվում է։ Այդ ժամանակ ընդհանրապես միած շատ վատ բան է տեղի ունենում, ասենք ռուսների 102-րդ բազա, որը որ ռեալ կանգնած է Օսմանյան Թուրքիայի եւ մեր միջև եւ ռուս սահմանապահները, դա թվում է թե շատ լավ է, իրականում դա շատ վատ է, որովհետեւ մենք շատ թամբալ աշխատանք չսիրող, չնայած ասենք լավ աշխատանքի մասին առակներ ու ասացվածքներ ունենք, դրական, դաստիարակչական եւ այլն, բայց մենք շատ թամբալ ժողովուրդ ենք եւ 102-րդ բազայի բացակայության դեպքում 20,000 հոգի, ասենք, ավել մարդ, որ պիտի պահի բանակում զենքի, ոնց որ ասած կանգնած, այդ տնտեսված 30 տարվա ռեսուրսը մենք վատնեցինք այդ ռեսուրսը 20 տարի է, չէ 30 տարի է 20,000 մարդ զենքի տակ չենք պահում ռուսական բազայի ներկայության պատճառով։ Այդ է նաև պատճառը, որ մենք թամբալ ենք մնացել, մենք ինքնապաշտպանության բնազդին տեղ չենք տալի, հաշվի չենք առնում, որ թուրքը ոչ թե միգուցե արում խմել է սիրում, միգուցե ասենք, կարող է ինքը իր վայրի եսի միշտ ծիսակատարությունների ժամանակ արունով լողանում է, չգիտեմ ինչ է անում, բայց թուրքը ուղղակի ստիպված է իր ազգային շահերից ելնելով հայկական պետությանը վերջ տալ։ Այդ մենք ռուսների ներկայության պատճառով ոնց որ մեր բնազդը քնցանենք։ Իսկ դա որ ծանր հետևանքներ կարող ունենա երևաց մոտավորապես 1.5 ամիս առաջ։ Արդեն շատ բացահայտ երևաց էլի։ Ես անկեղծորեն պիտի ասեմ, որ այն ինչ ասացիք եւ այն ինչի մասին մենք հաճախ ամենքս առանձին ենք մտածում, այդ մի փոքրիկ հույսի շող կա հենց ձեր զրույցներում, պարոն Վարդանов։ Դուք փաստորեն մի ամբողջ երիտասարդության ուզում եք ոտքի հանել, որոշ բաժինը արդեն մարզվում է ձեզ մոտ եւ այդ ռազմարվեստին ուզում է տիրապետել, շատ կարճ ժամանակահատվածում պատրաստվում են լավ այսպես հոգեբանորեն նաև շատ այսպես մեր երիտասարդությունը բավական պատրաստված է դառնում եւ միաժամանակ փայտավային պաշտպանական կառույցի կամ կրակակետերի հայտ եք ներկայացնում մեր ազգին, որը ձեր գաղափարն է, որը արդեն գոյություն ունի եւ դա մեզ շատ է ողջևորել։ Անկեղծորեն պիտի ասեմ, հենց այս հանդիպման եւ ձեզ Լոս Անջելեսի հայությանը ծանոթացնելու առաջին պատճառներից մեկը նաև այն է, որ ես ուզում եմ անպայման մենք ներկայացնենք այս փայտաղային պաշտպանական կառույցների մասին նրանց տեղեկություններ տանք։ Եվ ձեզ նաև հարց ուղենք, թե արդյոք եթե մենք այստեղ կազմակերպենք եւ տարբեր կազմակերպություններ, խմբեր, անհատներ ցանկանան մեկ նման կառույցի հովանավոր դառնալ, մոտարապես այստեղի դոլարի ծախսերով, ինչի մասին է խոսքը, ինչ կարող ենք մենք անել։ Ինչ բառը էսպես եմ ասում, բայց դուք ուղղակիորեն կարող եք նաև չհասկանալ։ Ինչ հրամանների սպասենք ձեզնից, որ մենք էլ մեր բաժինը կարողանանք այս հերոներից իրականացնել։ Մենք շատ խանդավառված ենք, ես մենակ չեմ, շատերս ենք խոսում այսօր ձեր եւ ձեր գործունեության մասին, եւ ուզում ենք անպայման դուք մեզ ներգրավեք, դուք մեզ առաջարկեք եւ մենք կարողանանք օգտակար լինել
մեր հայրենիքին այսօր ձեր այս գործնեության շրջանակներում ինչ կարող եք ասել մեզ խնդրեմ այս առումով։ Այդպես մի հատ աղքատ երկիր կա Շվեյցարիա։ Հա։ Դա։ Եվ շատ թույլ։ Այնքան թույլ, որ ֆաշիստական, չէ, նացիստական Գերմանիա, վիշիստական Ֆրանսիա եւ ֆաշիստական Իտալիան իրան բոլոր կողմերից շրջապատած ռիսկ չարեցին հարձակվեն իր վրա։ Ինքը երկու բաղադրիչ ուներ այդ չհարձակվելը։ Առաջինը այն, որ Շվեյցարիան ուներ ազգանակ, որը ամենակիչը 19-րդ դարի կեսից 19-րդ դարի կեսից 100 տարի մոտավորապես չէր պատերազմներ, այդ պատերազմները եղել է քաղաքացիական, իսկ Շվեյցարիայի վրա հարձակումներ իր տարածքում պատերազմ եղել էր դեռևս Նապոլեոնի ժամանակ, բայց Շվեյցարիայի հետ պատերազմներ չեն եղել 15-րդ դարից Բուրգունդիային դուքս Կարլոս Խիզախի ժամանակվանից։ Ուրեմն 15-րդ դարից սկզբից ոչ մեկը ռիսկ չի արել հարձակվի ազգ բանակ կառուցած Շվեյցարիայի վրա, այդ թույլ պետության վրա։ Ուրեմն երկրորդ բաղադրիչը չհարձակվելու դա եղել է երկիր ամրոցը։ Դա այն երկիրն է, որ ցանկացած բնության տուրիստների ուշադրությունը գրավող գեղատեսիլ sense մի հատ վայր պաշտպանական կառույց էր դարձրած։ Ցանկացած բնակավայր դա պաշտպանական կառույց է։ Ցանկացած կամուրջ, ձորակ, ծառ, երկիր ամրոց։ Այդ երկու բաղադրիչը բերեցին դրան, որ այդ նացիստական առաջնորդ Հիտլերը, որը Եվրոպայի առաջնորդն էր 40 թվականների սկզբին, որտեղ Եվրոպան գրեթե կամ գրավված էր կամ նացիստական ու ֆաշիստական, ասենք, երկրների դաշնակիցների բոլորը։ Այո։ Իրանք բացի կղզի Անգլիայից էլի։ Ուրեմն ռիսկ չարեցին հենց դրա պատճառով։ Ուրիշ պատճառ չկա։ Երբ որ որոշ պատմությունը լավ չիմացող մարդիկ ասում են, որ Շվեյցարիան որպես բանկային, եսիմինչ երկիր, որպես կապող ֆինանսական եւ ոչ ֆինանսական օղակ, թեկուզ պատերազմող կողմերը ինչ որ նեյտրալ կապող օղակ ունենան, իրենք չեն իմանում, որ առաջին համաշխարհայինից հետո մինչև երկրորդ համաշխարհայինի սկիզբը ուրեմն համաշխարհային բանկ երկիրը եղել է Բելգիայի թագավորությունը, ոչ թե Շվեյցարիա, որը Գերմանիան թքած ունենալով, ասենք, որ ինքը բանկա առաջի երկրներից մեկն էր, առաջինը չէր, բայց Ֆրանսիայի վրա հարձակվելուց Բելգիայով մտավ Ֆրանսիա։ Ուրեմն դա մեկ, երկրորդը կապող օղակ ինքը Էլիոն, որը նացիստական դաշնակից երկիր էր բանի իսպանական քաղաքացիական պատերազմի ժամանակ, ֆրանկիստական, ֆալանգիստական Իսպանիա։ Կարճ ասած, երբ որ քաղաքական բաները դենքցես, այդ թրփուրները sense մաքրես, գլխավոր պատճառը տեսնում ես, որ բանն է, ազգ բանակ երկիր ամրոցն է։ Հիմա գանք մեր գմբեթին։ Ես որ մի քիչ երկար եմ բացատրում, ոչինչ։ Բացատրեք, մենք պատրաստ ենք սիրով լսել։ Նախ ինձ քնից եք անել, ես էլ գիտեմ, որի համար ներողություն ենք խնդրում։ Այո։ Ուրեմն անմիջապես 20 թվականի մարտերից հետո Կարմիր շուկայից, ուրեմն գումարտակը, երբ որ ես
այդ գումարտակի հրամանատարներ վերում են Հայաստան Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն, Արցախի ինքնավար հանրապետության տարածքից։ Ես նստում մի քանի բան եմ անում, մոտավորապես մինչև Նոր տարի ու մինչև Սուրբ Ծնունդ ավելի։ Ես փորձում եմ վերլուծեմ Հայաստանի Հանրապետության սխալները, հայության սխալները, Թուրքի եւ ճիշտ մեր ասենք պահերը, որտեղ ենք ճիշտ եղել, որտեղ ենք սխալ եղել, փորձել եմ նույնը վերլուծել թուրքերի պահվածքը եւ մեր մարտնչելու, ասենք, տակտիկական մեր գործողությունները եւ թուրքերի գործողությունը փորձում ենք այդ պատերազմի այդ մի փոքրիկ 1.5 ամոց այդ հատվածը մարտավարական վերլուծել եւ եկա sense բանի որ ջրականում կահավորած առաջնագիծ լինելու պատճառով չնայած 1-ին 20, 1-ին 10 տեղտեղ, իսկ տեղտեղ 1-ին 20 հարաբերություններին եւ չնայած այն կրակի անձրևին, որ լցվում էր տղաների գլխին, մի շաբաթ ջրականի բանը, ստորաբաժանումները դիմացան առաջնագծում եւ թուրքերին sense կայնացրած պահեցին մի շաբաթ։ Դրա բացատրությունը, որ հետո եղավ, ասենք, քանդվեց այդ ֆրոնտի այդ հատվածը եւ հետ նահանջը բերեց փախուստի, շատ պարզ է դարել, ասենք իմ համար ու կարծում եմ նաեւ ձեր համար է պարզ, որ առաջնագծի կոնստրուկցիաները դե բնական է մշտապես պաշտպանվելը կբերի նրան, որ քո պաշտպանական կառույցները վաղ թե ուշ հողի հետ հավասարվելու են, բնական։ Դու առաջնագիծը, եթե օդում հակառակորդը իշխում է, դու առաջնագիծ մատակարարել չես կարող։ Մանավանդ այն սովետից մնացած միջոցներով, որը բան ասենց բեռնապարով բանը կոնսերվաների նման sense այն որ զուգը խիտ լցրած է, այդ այնց կոնսերվայի պես բեռնատարի մեջ մարդկանց լցված, երբ որ տանում ես առաջնագիծ, բնական է հակառակորդի համար, որը օդում իշխում է, դա շատ լավ թիրախներ է։ Եվ չստանալով համալրումներ մարդկային, չստանալով սնունդ, զենք, զինամթեր, իսկ ինժեներական կառույցները քանդվում էին, փաստորեն իրենք այդ բանը փայտահողային եւ բետոնային կառույցները կամաց քանդվում էին եւ բանը խնդիր էր առաջանում, որ այդ դա պահել հնարավոր չէ, պիտի հետ քաշվեին ու երկրորդ գիծ ձևավորեին, երկրորդ գծում նստեն։ Իսկ երկրորդ գիծը, քանի որ կահավորված չէր, եւ փայտահողային եւ բետոնային բաներում տղաները այդ մի շաբաթ դիպմանալուց վերջով ստիպված եղան հետ նահանջեն։ Հետ քաշվելուց տեսան միայն խրամատներ փորած, որոնք անձրևների եւ ցեխի միջոցով արդեն լրիվ գրեթե հավասարվել էին հողի մակերեսի հետ, փաստորեն տղաները բնական է տեսնում են, որ հնարավոր չի անպաշտ, այո։ Եվ ասենք 5-ից 15 կիլոմետր հեռավորության վրա եղած քարտեզի վրա գծած եւ 2006 թվականին, 7 թվականին փորած հրամանները անարդյունավետ էին լինելու որպես պաշտպանական գիծ եւ ավելի շուտ գերեզման կդառնային իրենց համար։ Մարդը որ պատերազմում է, դա նույնիսկ կարող է չհասկանա գիտակցությունը, բայց ենթագիտակցաբար ինքը այդ պարզ իր բանով անցնում է, էլի ասենք գործողությունները թելադրեցին այդ
հայ մարդիկներին, ովքեր որ այդտեղ էին։ Այո։ Ու ես նես չի որ արդարացում եմ, որովհետև մենք էլ ենք ընդեղ եղել։ Չէ, մենք ջրականում չենք եղել։ Եվ այդ հետ նահանջող, հետո փախուստի վերածված այդ հետ նահանջը մենք դրան չենք մասնակցել։ Պարսիպես Ռոմա գումարտակը որտեղ կանգնել է, Թուրքին այդտեղ կանգնացրել է։ Հետ չի քաշվել մի մետր։ Բայց ես պարզ տեսնում եմ, որ տղերքի մեղքը չկա, որ իրանք այդ ջրականը թողեցին եւ ոչ միտեղ չկարողացան ամրանալ։ Ուրեմն այդ հետ նահանջը թելադրեցվեց, որ պիտի լինի մի քանի բան պիտի անպայման փոխվի, ոչ թե բանակում, այլ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հայաստանում պիտի որոշ բաներ փոխի իր տարածքում։ Դա առաջինը, ուրեմն մեծ մեքենաներով մատակարարումը դա սխալ է, շատ սխալ է, դա կործանարար է։ Մեր կորուստների զգալի մասը, այդ գրեթե 5000 հոգի, որ զոհված ունենք, դիրքերում զոհվածների թիվը 1000-ի չափ է։ Մնացած զոհերը ղելա դիրքեր չհասած կամ դիրքերից հեռացող, ասենք կալոնաներին կամ մեքենաներին հարվածների արտիլերիայի օգնությամբ, ավիացիայի օգնությամբ, ավիացիա ասելով նկատի ունեմ համ օդաչուներով ավիացիան, համ անօդաչու ավիացիան, կարճ ասած օդուժի օգնությամբ։ Այդ ամեն ինչը բերեց դրան, որ մենք սկսեցինք մշակել փոքրիկ մեքենաների բան, փոքր մարդկանց թիվ տեղափոխող, այո, պայմանական անունը բագի են դրել, դա ամերիկյան բանակը իմիջիայլոց օգտագործում է, կանադական Polaris ֆիրմայի Golf-ի մեքենաների պես, ասենց անդուր քառակուսի շատ թեթև մեքենաներ, բացի Polaris-ից մի հատ էլ ամերիկյան ֆիրմա կա, բառերով չեմ հիշում ապահովում։ Ուրեմն դրա մշակելով էինք զբաղված եւ գմբեթի գաղափարը իր մոտ առաջացավ, ես պատվիրեցի ինժեներներին, որ այդ գաղափարը իրանք հաշվարկեն բան անեն, ստորակետ ֆիրմայի, գաղափարը որն էր, որ բետոնից սենց բաներ սարքվի, թիթեղներ սարքվի, որոնք իրեր փոքր քաշի շնորհիվ կարողանում ես 8 կտոր թիթեղ ունենաս, հանես առաջնագից եւ շարես կողքը ամրացնելով բաներով, երկաթի միացություններ բոլտ ու գայքով, արդյունքում դու ունենում ես մոտավորապես 20-25 տոննանոց բետոնի շինություն, բայց կտոր տանելով 2.5 տոննայից ավել դեռ չես տեղադրում։ Որը անխոցելի է, անխոցելի են սրանք, այսինքն անխոցելի ոչ մի բան չկա։ Անխոցելի համարում են բունկերները, որտեղ չգիտեմ ինչ բետոնային հաստություններ կա, բայց այդ բունկերների համար էլ հատուկ, ասենք, ռումբեր գոյություն ունեն, որ հողի տակ, ասենք, մինչև 50 թե մինչև 60 մետր միանշանակ, ասենք, ոչնչացնում։ Պիտի ուրեմն մի քանի 100 մետր խորություն անես, դրա համար էլ խոցելի բան կա, դա կոչվում է միջուկային, ասենք։ Կարճ ասած, պիտի հասկանանք, որ ռազմական գործում բան կա, ռուսերեն ասում են необходимое достаточно, անհրաժեշտ բավարարություն, հա, այդպես։ Ուրեմն առաջնագծում 2 հոգու կրակակետ որպես 2 հոգի կրակակետում նստած իրենց վրա այն զենքի տեսակները, որ օգտագործվում է, որպեսզի իրանց խոցեն, այդ զենքերի համար է անխոցելի։ Առաջնագծում 2 հոգու վրա, ասենք, 50 կիլոնոց ռումբ չեն գցում։ 50 կիլոնոց ռումբը մի քիչ դժվար է հասցվում, փողային կամ հրթիռային հրետանու արտիլերիայի միջոցով կամ ավիացիայի միջոցով, դրանով իհարկե գերադասելի է ավելի կարևոր թիրախներ, ոնց որ գումարտակի հրամանատարական կետն է,
կամ գնդի հրամանատարական կետնա, շտաբ պայմանական ասած, կամ իրական շտաբը, կամ ասենք շարժվող մի քանի միլիոն արժողությամբ տանկը, կամ մի քանի մեքենաներից բաղկացած կալոննա, երկու հոգու վրա 50 կիլանոց եւ ավել ռուլ չեն գցում, կամ հրթիռային ասենք ականանետի կամ ասենք փողայի արտիլերիայի սնարյադները։ Ուրեմն դա շատ ծանր էր, ինքը շատ թեթև էր, միևնույն ժամանակ շատ ծանր էր այն տեխնիկական միջոցների համար, որ ունի հայկական բանակը։ Բացի դրանից անտեսվեց իմ խնդրանքը նոյեմբերի 20 թվականի նոյեմբերի 16-ին ուղարկված բանին կորպուսի հրամանատարին եւ պաշտպանության նախարարություն հեռախոսից մեջ իր սկրինշոտը կա, որտեղ իմ խնդրանքով մեր գումարտակի ալպինիստները, մեր գումարտակում 20-ին մոտ ալպինիստներ կային, իսկ մոտ 7 հոգի պրոֆեսիոնալ ալպինիստներ, ուրեմն իրենք քարտեզի վրա աշխատելով եւ անձնական իրենց փորձերը հիշելով, սահմանի վրա եւ սահմանից մի քիչ հետ ընկած, զոդից նոր սահմանը, նոր, որը որ ձևավորվում էր նոյեմբերի 9-ի պայմանավորվածության համաձայն 20 թվականի, ուրեմն կրակակետերը եւ ասենք դիրքերի կետերը իրենք նշեցին ու այդ նշված բաները բարձունքների անունով իրանց բարձրությունների թվերը նշելով, ուրեմն զոդից մինչև Մռնաձոր ես ուղարկել էի կորպուսի հրամանատարին եւ պաշտպանության նախարարություն, ցավալի է, բայց կամ անտեսեցին կամ չգիտեմ զբաղված են ուրիշ ավելի կարևոր գործով, կամ էլ դեռ 20 թվականի պարտված մեր այդ մարտերից ուշքի չէին եկել, չեմ կարող ասեմ ինչի պատճառով, ոչ մի բան չէր արվել գրեթե, բայց բանը, երբ որ արդեն իշխանասարի փոքր եւ մեծ իշխանասարը թուրքը վերցրեց բռնի ուժով, օգտվելով մեր այդ բաց թողումից, սկսեցին արագ դիրքեր կառուցել մերոնք։ Արագ բնական է, հաշվի առնելով գումարային հնարավորությունները մեր ու թուրքերի բանակի, իրենց տեխնիկան ավելի շատ էր եւ իրենք ավելի արագ էին անում իրենց գործերը, հենց գործերը վերջացնում սկսում էին կրակել։ Ուրեմն այդ կրակի տակ մեկը 2.5 տոննա բետոնի թիթեռները իջացնելուց մինիմում 8 անգամ տրակտորի աշխատանքներից հետո պիտի կռանը, այդ պադյոմնի կռանը չեմ վերամբարձ կռունկ։ Այո, վերամբարձ կռունկը, շնորհակալություն, ինքը գոնե մի 8 անգամ պետք է թիթեղը բարձրացնել դնել, դա նշանակում է մի օր ինքը պետք է թիրախներ հակառակորդի համար։ Իսկ դա անընդունելի է, որովհետև թուրքերը կրակում։ Զարմանալի է, բայց թուրքերը կրակում։ Այդ ժամանակ իմ մոտ նոր միտք առաջացավ եւ քննարկելուց հետո մեր գումարտակի տղաների հետ, հրամանատարական կազմի տղաների հետ քննարկելուց հետո որոշեցինք, որ մի հատ սարքենք, փորձենք։ Սարքեցինք, փորձեցինք, 10 տոննանոց ուրեմն բանը թիթեղային այդ տրակտորը, թրթուրային տրակտորը հանեցինք վրան, ոնց ասես ֆռացինք, ընդհանրապես վերջեր։ Դե մենք քանի որ ռազմական գերատեսչությունից դուրս ենք, մենք չենք կարող պայթյունով փորձարկենք, ու այդ տրակտորով ռոդեո է կարելի ասել սարքել, դիմացավ ընդհանրապես վեճը չէր։ Մենակ մի քիչ փոշի է թափել ներսը, նույնիսկ երկրորդ փուլում, երբ որ տրակտորը բան վերցրեց 1.5 տոննա բան վերցրեց, դեռ վերցրեց եւ նորից սկսեց բարձրանալ,
ես մտել եմ, ասենք, այդ գմբեթի մեջ եմ գտնվել այդ փորձարկման ժամանակ։ Այդ ինքը շատ ավելի մարջելի է, քան բետոնային այդ թիթեղով սարքվողը, իր համար անհրաժեշտ չի ոչ տրակտորը, որը որ փորում է այդ հողային աշխատանք է կատարում, ոչ էլ ասենք այդ անիվը բերելուց անհրաժեշտ, ցանկալի է որ տրակտորը փորի, ցանկալի է որ ասենք վերամբարձ կռունկը իջացնի այդ անիվը, վերջապես այդ անիվի քաշն էլ մինչև 3 տոննա է, բայց անհրաժեշտ չի, դու կարող ես վահերով փորել եւ 3 տոննա տակը բան դնելով այն հատվածները, որտեղ թուրքը կրակում է, գերաններ շարելով այդ բանի անիվի տակ, դու կարող ես, ասենք, մոտորապես 14-16 հոգով փորձեցինք, ուրեմն դեմից կեսը քաշում են պարաններով, հետևից կեսը բրդում են ու նույնիսկ կարում ես դա վերև բարձրացնես, էլի, փաստորեն կարա նույնիսկ ձեռքով գմբեթը տեղադրվի։ Սա կարելի տեղից տեղ տեղափոխել, պարոն Վարդանов, դուք այդ նկատի ունեք, թե սա հիմնովին դրվում է միտեղ եւ մնում է։ Դրվում է հիմնովին եւ մնում է դա այլևս այնտեղ։ Այո, ինքը մնում է այնտեղ, ուղղակի իրան տեղադրելու համար ինքը դետալ ունի, շատ մեծ, որը 3 մետրանոց կատերպիլերի անիվն է, ու ինքը բավականին մեծ քաշում է, մինչև 3 տոննա։ Ու մի քիչ երևի 2.7-2.8 այդ տեղադրելու ժամանակ իսկ կարաս անհրաժեշտության դեպքում առանց տեխնիկայի յոլայթաս օգտվելով, ասենք, մարախուղից, անձրևից կամ նմանատիպ մի հատ ինչ-որ բնության թողարկիչ կամ ծուխ վերջապես նետես ծուխ արձակող բաներ հարմարանքներ նետես դեմը, որ չերևա։ Եվ այդ բանը գործերը անես առանց ձայնային իրար դառնալու, նկատի ունեմ տրակտորը առանց աշխատացնելու, որտեղ ձայնի վրա էլ կարող կրակեն եւ բան անեն։ Եվ այդ գմբեթը մենք սկսեցինք տեղադրել գմբեթ 2-ը, այդ փայտահողային անիվներով փայտահողային բաները, մեկ անիվով ավելի շուտ ոչ թե շատ անիվներով, իրա մեջ սենց մի հատ անցք է բացվում, որից ինքը կրակվում է եւ թե գմբեթ 1-ը, թե գմբեթ 2-ը մի քիչ սխալ կարծիք կա որոշ մեր հայրենակիցների մոտ, որ ինքը պետք է պահի կրակը կամ պայթյունը։ Ոչ գմբեթ 1-ը 25-ից 35 սանտիմետր բետոն հաստությունով, ոչ գմբեթ 2-ը ռետինե պատով, ճիշտ է 10 սանտիմետրանոց ռետին եւ մետաղ մեջը տրոսելով, իրենք նախատեսված չեն պահելու կրակոց կամ պայթյուն, իրանք պիտի պահեն իրենց վրա լցված ուրեմն 2-ից 3 մետր հողը, բետոնի դեպքում 1.5 մետրից մինչև 3 մետր, կարաս մինչև 5-10 մետր էլ լցնես, ինքը պահելու է, եթե այդքան կարաս լցնես, ու փոքրիկ անցք է մնում, դա ամբրազուրան է, որից ասենք դու ես արդեն, այո, եթե հակառակորդ այնքան հմուտ արծիվիստ ունի, որ այդ ամբրազուրայի մեջ տանկի սնարյադ նստի, հիմա ինչ անես, եթե հմուտ է, փոցի է։ Ինչ հեռավորությամբ եք պատկերացնում, որ մենք պիտի ունենանք նման գմբեթներ այս սահմանագոտում։ Ուրեմն Շվեյցարիայի դառը փորձը իջքելով, իդեպ նաև Ալբանիայի, որը զարմանալի է, բայց 29,000 քառակուսի կիլոմետր է եւ 3 միլիոն բնակչություն ունի, Ալբանիան, այդ երկրական ծովի ափին գտնված Ալբանիա, ուրեմն իրանց երկուսի դառը փորձը հիշելով, որ իրանց վրա ոչ մեկ
նույնիսկ չի արել Արցախի, Ալբանիայի վրա այդ կառույցները անելուց հետո էլ կարծում եմ չի կարելի մենակ առաջնագիծ, երկրորդից, երրորդից բան անել։ Հանուն դրել հաշվարկ եմ արել, երբ որ հիվանդացել եք ձմռանը վերջ, այդ հիվանդված բան ու գործ չունեք, դրեցի քարտեզի վրա, հաշվարկ արեցի, քանի տեղ է պետք մոտորապես, եւ կանգնես 4700 փոքր փոչով, արդեն չեմ հիշում 400 ու 4700 կրակակետ պիտի դրվի, տարբեր բնագծեր կազմելով, երկրորդ, երրորդ, բնակավայրերի շուրջ, բնակավայրերի աջ ու ձախ ֆլանգերը, կամուրջների աջ ու ձախ կողմերը, երկար գծի հանգույցների շուրջ բոլորը, ուրեմն բանը լեռնանցքներում, գետերի նեղ տեղերում, ձորերը փակող, ձորերի գլխավերևը ընդհանուր 4700 գմբեթ է պետք դնել, բայց մենակ դա չի էլի։ Այո, պարզ է։ Լինեն վաշտային հենակետեր, բանա հրամանատարական դիտակետ գումարտակային, ու այդ ամեն ինչը պիտի շատ ամուր եւ հզոր բետոնային կառույցներ լինեն, հողի տակ եւ այլն։ Դա կրակակետերն են, որից պիտի պաշտպանվածության զգացում ունեցող ավտոմատավորը կամ գնդացրորդը կրակի։ Այո։ 4700 հոգի դա մինիմալ աշխարհազորայինների թիվն է, то есть գմբեթների թիվն է, որը բազմապատկած 6 հոգու կանգնում է մոտորապես 30000 աշխարհազորային եւ տարածքային պաշտպանության գումարտակների անձնակազմի թիվն է, որ առաջնագիծը եթե ինչ պատճառով չերթվի, որպեսզի թուրքը տենց հաջողություն չունենա, որ ջրականի ոնց որ անկումը բերեց թուրքերին հատվեց Շուշի։ Նման մեկ գմբեթ կառուցելու համար մեզ ինչ է անհրաժեշտ, պարոն Վարդանов։ Ուրեմն մենք դրել հաշվել ենք, որ բնական է, մենակ ինքը չես դնում։ Խրամուղի է ստարացում, Իրանից հեռացող, հետո ճյուղավորվող, որ հանկարծ մուտքի մեկը խփեն, գոնե մյուս մուտքը ունենաս, հողի տակ թաղված չմնաս, ուրեմն այդ խրամուղիներն էլ պիտի ծածկվի, ուրեմն գմբեթից ամենակիչը 7-ից 8 մետր խրամուղին ծածկվում է, դրանից հետո ճյուղավորման հատվածն է ծածկվում, շարունակությունը ծածկելու ցանկալի է այդտեղ եղած, ասենք, զինվորները մի քիչ իրենց անվտանգության մասին մտածել, արդեն իրանք ինքնուրույն ծածկեն։ Ուրեմն անհրաժեշտ է շպալներ, նորից հայերեն չգիտեմ ինչքան ոնց էր դրա անունը։ Այդ մեկը ես էլ չգիտեմ։ Երկաթ գծի շպալներն է, որի վրա գերանները շարում ես քառակուսի։ Այո։ Գերանները եւ վրայից երկաթ կիսն է դրվում։ Ուրեմն այդ շպալները փակում են գմբեթի վերևի մասը եւ բանը մուտքի մոտի հատվածը, որոշ հատված եւ բալկոնчик ենք ասում, այդ ամբրազուրայի վերևն են բացվում, ամբրազուրայի վերևը 1-ից 1.5 մետր առաջ գնացած է եւ փակ այն ձևով, որ քեզ տանկը չի կարող անմիջապես խոցել, որովհետեւ այսօր թուրքերի մոտ եղած տանկերը հրթիռ բան են, հարթափող բաներ են, տանկեր են եւ հարթափող տանկերի տրայեկտորիան, այդ թռիչքը սնարյադի, ինքը բավականին կլորոտ է եւ եթե նույնիսկ ինքը ճշգրիտ նշան է բռնում ամբրազուրայի վրա, ինքը գալիս բալկոնչիկին է, որը այդ ճակատային հատվածում մինիմում 1 մետր հող է եւ այդ գերաններն են։
Իսկ արդեն վերևի հատվածը դե ասեցի 2-3 մետր է։ Կարճ ասած, ներս կարա խփեն միայն շատ մոտենալով, ասենք մի քանի տասնյակ մետր որի դեպքում արդեն կստանան հակահարված նաև, չէ՞, այսպես մտածում։ Մինչև այդ արդեն դու կարողանում ես ձեռքի նռնական հետո բանկը խոցես։ Բանկը շատ ինքնավստահ լինի, որ այդպես դիստանցիաների վրա մոտենա։ Ուրեմն այդ շպալները 2.5-3 կուբամետր գնում է այդ ծածկելու վրա, հետո խրամուղին ծածկելու վրա մոտ 2 կուբամետր գերան ու տախտակ է գնում, այդ կատերպիլերի այդ անիվն է գնում, որը որոշ մանիպուլյացիաներ են արված, այնտեղ մի քանի տեղ կտրվում է, որ ինքը ավելի կիրառելի լինի, տրակտոր հողային աշխատանքների համար եւ աշխատողներ, որոնք որ այդ պատերը կհարթեն, ներսի հատվածը, եթե գրունտը կայուն չի, նկատի ունեմ փորելուց հետո տեսնում ես, որ փլվում է, դա նշանակում է, ասենք գմփոցից ընդհանրապես կարող փոկա պատերը եւ անիվը իշնի ներքե, դու տակը հիմք ես դնում հողը պահող, որ հողը չփլվի։ Բետոնապատ, բետոնից է դա արդեն այդ հիմքը։ Կամ բետոն, կամ քարային, ասենք պատ ես կառուցում այդ անիվի չափով, մենակ մուտքի հատվածը չես կառուցում, մուտքով երկ անես։ Հիմնական նյութերը դա է, որ ասենք այդտեղ դե պարզա նաև տախտակների գերանների վրայից դնում ենք բանում որոշելի պաշտպանիչ, տրանսպորտյորի, այն որ քարերը հանքերից ժապավենով ռետինի ժապավենով դնում է։ Դրանք ենք դնում այդ խրամուղիների վրա, վերևից էլ բաներ ենք դնում, որ անձրը ջուր չանցնի հողի մեջով, հետո նոր հողն ենք տեսնում, բացի այդ որ հողը ներքև չթափի, ասենք փայտերի, գերանների արանքների։ Այսինքն արդեն արվում է, արդեն ունենք, արդեն կարող ենք ինչ-որտեղ մի թեկուզ փոքրիկ հատվածներով մեզ ապահով զգալ, այդպես ասեմ։ Այնտեղ որտեղ կա։ Այո, 22 թվականի սեպտեմբերի դեպքերի ժամանակ էլի գումարտակը հավաքագրվեց բանակի կազմում, Հոմայի գումարտակը, եւ այդ գումարտակի դիրքերում կանգնած ժամանակ մենք արդեն 3 հատ գմբեթ փայտահողային գմբեթ 2 տեղադրեցինք, ու դրանից հետո աշխատանքները չեն կանել։ Սկզբի փուլում ուրեմն գմբեթը տեղադրվում էր բացառապես իմ եւ իմ ընկերների գումարներով, ասենք անձնական փողերը, հետո մոտավորապես գարնան կեսերից արդեն սկսեցին գումարներ գալ, երբ որ դե գիտես ոնց մենք շատ ենք անում գաղտնի պահում, այն ինչը անհեթեթ է գաղտնի պահելը, վարակը մի քիչ մեր մոտ էլ կա, իսկ ավելի շուտ զայլա չկա մարդկանց բացադրելու, որ էս չի կարա գաղտնի կլինի, ու թուրքի աշկի դեմը դնում ես, թուրքը տեղը գիտի, կարում ասենք իրա XY-ը քարտեզով նշի ու զեկուցի շտապ ձեզանից են գաղտնիք պահում, բայց հավես չունենալով սկզբից շատ չէինք դրա մասին խոսում, հետո արդեն երբ որ օրինակներն էլ սկսեցինք նկարել, գցել համացանցման, նոր սկսեց գումարներ գալ եւ արդեն բավականին լուրջ տիպ մինչև 200 հատ արդեն տեղադրած ունենք եւ մի քանի տասնյակ տեղադրման փուլում են հիմա։ Եվ իրենց արժեքն էլ մոտավորապես $2300 են հաշվել։ Իհարկե տեղ կա, որ այնքան բարդ է հանդվում հողը, որ տրակտորը անսարքանում է եւ շատ երկար աշխատանք է կատարում այդտեղ եւ տեղ ենք ունեցել, որ $5000-ից ավել է նստել դրա։ Տեղ ա եղել, որ մի քիչ մի մետր փորում ես, արդեն ջուր է լցվում,
ու մենք այդտեղ 17 բեռնատար ենք բերել լցրել եւ գաբիոններ ենք շարել, գաբիոնների գինն ավելացրել, այդքան բեռնատարով հող ու քար բերելն ավելացել, բան։ Այդտեղ կա շատ ավելի շատ, քան 2300-ը։ Բայց լինում է դեպքեր, երբ որ կամավորներն են գալիս ու բան աշխատում, երբ որ տրակտորը, ասենք, մարդը ասում է մենակ մի կանիստր սալարկա լցրեք ինքը կքանդի, եւ այդ վաղ գինը շատ է նվազում, մենակ բանի գինը չի կարա նվազի անիվի մշակման եւ տեղափոխման փողը, որովհետեւ դրա համար շատ կոնկրետ բրիգադ կա, որ մենք վարձել ենք, հմտություն ավզում, ոչ մեկ միանգամից չկարացավ այդ անիվը կդրի, մենակ այդ բրիգադի տղաները 3 հոգի են, որ մի քանի շաբաթ աշխատելու արդյունքում նոր դարել են հմուտ մասնագետներ են։ Շատ բարի, մեր ժամանակը փողնա որ չի զրոյանում, մնացած փողը կարա զրոյանա ինչ-ինչ պատճառներով։ Այո։ Արդյունքում միջինացված $2300։ Շատ բարի, մեր ժամանակը սպառվեց, շատ բան գուցե դե կինեմ, ինձ համար շատ ռազմավարական էս լավ խորը բացատրություններից, ինչ որ բաներ անշուշտ կջնջվեն իմ հիշողությունից, բայց մի բան հստակ կարող եմ ասել, որ դա մեծապես տպավորվեց ինձ մոտ, դա այն խորը փիլիսոփայություններ, որը դուք առաջ բերեցիք այսօր, վերաբերող պարտվողին եւ հաղթողին։ Այն ամենը, ինչ դուք ասացիք մանավանդ նշանակում է արդյոք, որ մենք պարտվողի հոգեբանությամբ, որ հաղթող է, պիտի գնանք առաջ եւ կամ արդեն դուք առաջին քայլերը անում եք, բայց մենք շատ քիչ ժամանակ ունենք, պարոն Վարդանов, սպառված է։ Ես շատ կարճ ասեմ, էլի, մենք եթե պարտվել ենք եւ չենք կոտրվել, դա շատ մեծագույն ձեռքբերում է, մնում է հիմար չլինենք, մնում է ճիշտ քայլենք այդ դասերը քաղելու ճիշտ հետևություններ անենք։ Ես Ալբանիայի օրինակ հենց այնպես չասեցի, 700,000, ես 4700 եմ ասել, իսկ Ալբանիայում 700,000 կրակակետ կա։ Էնվեր Խոջան, իրենց կոմունիստ առաջնորդը, 4700 չէ, այդ նույն քառակուսիների վրա, այլ 700,000 կրակակետ է կառուցել։ Եւ Ալբանիան կարողանում էր իրեն լկտի պահվածքով թե Ստալինին հայհոյել, թե Սերբիայի առաջնորդ Պրոստիտոին հայհոյել, թե ՆԱՏՕ-ին հայհոյել եւ Մարսել է բանը։ Որտեղ պաշտպանված է։ Ոչ հարձակվել 700,000 կրակակետ ունեցող 29,000 քառակուսի կիլոմետրի վրա գտնված Ալբանիայի վրա։ Մենք զինվորագրվում ենք ձեր աշխատանքներին եւ այս հրաշալի գաղափարին, որը դուք առաջ եք բերել եւ փաստորեն ահագին քիչ թվով, բայց սկսված է եւ աշխատանքը գնում է առաջ, չի կանգնել եւ պիտի շարունակվի։ Ուզում եմ բոլորիս անունից խորին շնորհակալություն հայտնել այն բարի հույսով, որ էլի պիտի հանդիպենք։ Մեկ-մեկ ձեզ արտացնենք, պարոն Վարդանով, շատ շնորհակալ եմ։ Բարին ձեզ, բարին ձեզ։ Շնորհակալ եմ։ Տեսություն։